Ապրիլի 1-ին ուժի մեջ մտան երկու փոփոխություններ օտարերկրացի երեխաների ՌԴ-ում դպրոցում սովորելու համար այլևս անհրաժեշտ է ռուսերենից անպայման քննություն հանձնել եւ անցողիկ շեմը չհաղթահարած երեխաները ուղղակի չեն կարող սովորել դպրոցում։ Ինչպես նաև կստուգվի երեխայի ծնողների եւ երեխայի Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը։ Ես այստեղ ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել բոլոր այն մեր հայրենակիցների, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ընտանիքներով եւ որոնց երեխաները այս պահին էլ սովորում են դպրոցներում։ Ճիշտ է, մինչ այդ էլ արդեն սկսել էին արդեն իսկ փետրվարի 5-ից ստուգել արդյոք երեխաները օրինական են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում, բայց պետք է հաշվի առնել, որ սկսած ապրիլի 1-ից խիստ ստուգումներ են լինելու Ռուսաստանի Դաշնության բոլոր դպրոցներում, որ եթե երեխաները օրինակ գրանցումը իրենց կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու են նաև ծնողները եւ եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի ծնողների եւ երեխաների։